Ելենա Արշակյանի «Ուրիշի ընտանիքը» սերիալում հայտնվել է նոր կերպար, որն անմիջապես բերում է թարմություն, անցյալի ստվերներ ու նոր հարաբերական ցնցումներ։ Դերասան Վահե Վարդանյանը, ով արդեն հայտնի է «Մարիա» սերիալից, այժմ միացել է այս նախագծին, մարմնավորելով մի տղամարդու, ով ոչ միայն կապված է Էլիզի անցյալի հետ, այլ նաև վճճվում է Նորոյի ու Հասմիկի ներկայիս զգացմունքների կիզակետում։ Նրա կերպարը Սեթը մի ժամանակ Էլիզի սիրելին է եղել։ Նա արտասահմանում է բնակվել իր ընտանիքի հետ, բայց հիմա Էլիզի հանդեպ սիրո մղումով վերադարձել է Հայաստան։ Սա արդեն հուշում է, որ նա գալիս է ոչ միայն անցյալն ապրելու, այլ նաև փորձելու վերականգնել մի բան, որը կորստի շեմին է եղել։ Սեթը սիրում է Էլիզին, եւ նա բացահայտ կերպով չի ուզում կորցնել նրան։ Այդ սերն այնքան ուժեղ է, որ կարողացել է կտրել մարդուն իր նախկին կյանքից, վերադարձնելով այնտեղ, որտեղ դեռ ամեն բան չի ասվել։ Նորոյի հետ զրույցի ընթացքում Սեթը պարզում է, որ Նորոն ու Հասմիկը բաժանվել են։ Նորոյի այս խոսքերը Սեթի համար անակնկալ են։ Նա զարմացած արձագանքում է, իր աչքով է տեսել, թե ինչպես էր Նորոն սիրում Հասմիկին, բայց Նորոն արդեն ուրիշ մարդ է։ Նա ասում է հստակ. ինքը հիմա այլևս չի կարող նայել Հասմիկի կողմը, որովհետև իր սիրտը պատկանում է մեկ ուրիշին։ Այս խոսքերը շատ բան են փոխում։ Նրանք հաստատում են, որ Նորոն անցել է իր սրտի հաջորդ փուլ, սիրահարվել է նորից, իսկ Հասմիկը ցավոք դուրս է մնացել այդ շրջափուլից։ Հասմիկը իմանալով, որ Նորոն վերջնականապես մերժում է իր վերադարձի հնարավորությունը, զայրանում է, բայց ոչ միայն Նորոյի վրա։ Նրա զայրույթի հիմնական հասցեատերը դառնում է Էլիզը։ Նա բացահայտ ասում է Էլիզին, որ հենց նա է մեղավոր ամեն ինչի մեջ։ Հասմիկն ասում է, որ իր ստի միակ պատճառը եղել է Էլիզը, եւ հենց այդ ստով էլ ինքը կորցրել է Նորոյի սերը։ Էլիզը փորձում է արդարանալ։ Նա ասում է, որ փորձել է համոզել Նորոյին գոնե մեկ անգամ հանդիպել Հասմիկի հետ, բայց Նորոն կտրականապես դեմ է եղել։ Այս բացատրությունը սակայն չի փարատում Հասմիկի վիրավորանքը։ Միևնույն ժամանակ Մագդայի եւ Նորոյի հարաբերությունները զարգանում են իրենց հունով։ Նրանք կրկին հանդիպում են։ Այդ պահին Մագդան ստանում է եղբոր Արշակի զանգը։ Արշակը ասում է, որ ինքն ուզում է գնալ այգի Մագդային տուն ուղեկցելու։ Այս խոսքերը Մագդայի դեմքին շփիտ են բերում, եւ հենց այդ պահին նա հասկանում է, որ սա կարող է լինել մի կատարյալ առիթ իր եղբորն ու Նորոյին վերջապես ծանոթացնելու համար։ Նորոն դեմ չէ, բայց մի փոքր զարմացած է Մագդայի այդքան շտապողականությունից, սակայն արդեն ուշ է։ Շախմատի խաղաքարը շարժվել է։ Եվ ահա քիչ անց գալիս է Արշակը։ Վերջապես կայանում է այդքան սպասված հանդիպումը Արշակի եւ Նորոյի միջև։ Սա ոչ թե պարզապես երկու տղամարդու ծանոթություն է, սա բախում է անցյալի կասկածների, ներկայի ճշմարտության եւ ապագայի հարցականների միջև։ Այս հանդիպման ընթացքում Նորոն վերջապես ստանում է իր բոլոր հարցերի պատասխանները։ Պարզվում է, ինչու է Էլիզը մտել այդ տուն աշխատելու, ինչու է ցկտել մուտք գործել այդ ընտանիք։ Բացահայտվում է այն մղումը, որի հիման վրա Էլիզը կառուցել է իր պլանները։ Եվ այդ պահը դառնում է շրջադարձային։ Այժմ ամեն բան բաց է։ Հարցն այն չէ, ով ումից ինչ է թաքցրել։ Հարցն այն է, ինչ է լինելու հիմա, երբ արդեն ամեն ինչ դուրս է եկել ստվերից։ Հարգելի հետևորդներ, արդյոք այս հանդիպումից հետո Նորոն կցանկանա շարունակել իր հարաբերությունները Մագդայի հետ։ Գրեք մեկնաբանություն։